Բարի ողջույն հարգելիներս, ուրեմն ողջունում եմ ձեզ իմ տանից, ես մի լավ նորություն ունեմ ձեր համար եւ այդ նորությամբ կիսվում եմ ձեր հետ։ Ես այսօր Ֆրանկֆուրտի օդանավակայանում դիմավորել եմ իմ լավագույն գործընկերոջը Վահե Մեսրոպյանին Միացյալ Նահանգներից, բերել եմ մեր տուն, հիմա նստած ենք, հիմա դուք իրեն կտեսնեք։ Ողջույններս բոլորին։ Ողջույն, ուրեմն Վահեի հետ մենք աշխատում ենք 2014 թվականից եւ մեր ֆիզիկական առաջի հանդիպումն է։ Մենք առաջի անգամ ենք իրար հանդիպում, ինչի համար մենք երկուսը վել շատ ուրախ ենք եւ բացի դա, որ ես ցույց եմ տալիս, այնտեղ տեսնում եք Վահեի կողքին մի հատ կարմիր գույնի բան եք տեսնում։ Հիմա Վահեն դա ցույց կտա, մինչև ցույց տալիս ես մի փոքր նորից պատմությունը պատմեմ ու անցնենք առաջ։ Հա, հիմա Վահե ջան, ես մի հատ իրենց ներկայացնում եմ հարգելիներս։ Վահե Մեսրոպյանի հետ մենք աշխատում ենք Արևմտյան Հայաստանի ձևաչափով։ Վահե Մեսրոպյանը ներկայացնում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը Միացյալ Նահանգներում, հիմա թուղթը նորից ցույց տամ։ Տեսեք։ Սա այն չարչարված Վիլսոնի իրավարար վճիրն է, որ դուք բոլորը լսել եք, բայց չեք տեսել։ Հիմա դուք տեսնում եք Վիլսոնի իրավարար վճիրը Վահե Մեսրոպյանի ձեռքին։ Հիմա բաներ կա ցույց տամ մի րոպե, ուրեմն տեսեք, որ լավ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Ուրեմն այս փաստաթուղթը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի արխիվից դուրս է եկել ընդամենը 59 անգամ։ Փաստաթուղթն այդ մասին է ասում։ Այն բոլոր սուտասաններին եմ սա ասում, որ դուք իմանաք, էլի։ Հիմա նորից շուտեմ հիմա բան կանենք։ Ուրեմն հայ ժողովուրդը շատ է սիրում կամ հայ ժողովրդի պետական այրերը, չինովնիկները կամ քաղաքական գործիչները շատ են սիրում սուտ ասել։ Ու այդ սուտը փաթաթում են ժողովրդի վզին տարբեր մանիպուլյացիաներով։ Ես ձեզ ցույց տվեցի, նորից եմ ցույց տալիս փաստաթուղթը։ Տեսեք, սա Վիլսոնի իրավարար վճիրն է, որը ստացել է Վահե Մեսրոպյանը Միացյալ Նահանգներում, դրա մասին երկար կխոսենք։ Սա 59-րդ կրկնօրինակն է։ Այլ փաստաթուղթ չկա, պետական արխիվից սա դուրս է եկել ընդամենը 59 անգամ, ավել դուրս չի եկել։ Ու 59-րդ օրինակը տվել են Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Վահե Մեսրոպյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ բերել է, որ մենք սա տեսնենք, եւս մեկ անգամ ցույց տանք, ու սա մենք ստացել ենք 10 տարի առաջ։ Հիմա Մեսրոպյան ջան, ասա ներկայացրու փաստաթուղթը, թող մեր ժողովուրդը իմանա։ Փաստաթղթում գրված է ուղղակի, թե այդ հայ-թուրքական սահմանը ինչպես են գծել։ Ամեն մի թփից, ամեն մի քարից, ամեն մի գետակից կամ որտեղից սկզբնակետը վերցրել են եւ այդպես շարունակ անդադ նշելով, թե որտեղից ուր են գնում, որ ուղղությամբ են գնում, այդ բոլորը այստեղ շրադրված է, այսքան սենց 10 քանի էջ Վերևում ագա 16 էջ 16 էջում այդպես շրադրված է եւ վերջում էլ ուրեմն պետության մեծ կնիքն է Ուդրովիլսոնի եւ փոխնախագահի ստորագրությամբ։ Շատ լավ։ Ուրեմն ինչու՞մ է սա կարևոր, հիմա ցույց ենք տալիս, դուր մի հատ ես իմ ձեռքը բռնեմ, թող մնա պատմության մեջ մնա, էլի։ Հիմա ես էլ իմ ձեռքում եմ բռնում։ Մենք մեր տանն ենք, ժողովուրդ ջան, նստած ենք, դուք ինձ միշտ տեսնում եք այս եթերներից։ Սա էլ այդ քարտեզը։ Սա էլ այդ հայկական այո, սահմանը։ քարտեզը։ Հիմա հարգելիներս, ես ձեզ ուզում եմ մի կարևոր բան ասել, էլի։ Հա, տեսնում են, շատ լավ է։ Երբ որ խոսում ենք մեր իրավունքների մասին, տպավորություն ունենք, որ ոնց որ դի սեփական բոստան լինի, ով ինչ ուզի կասի։ Ուրեմն մեկը կասի, որ Արևմտյան Հայաստանի տարածքները կամ
Հայաստանի Հանրապետության տարածքները 165,000 քառակուսին, մեկը կասի մի քիչ շատ են, մեկը կասի մի քիչ են, Ժորժ ջան, այդ ամեն ինչը կեղծ արարությունը։ Ուրեմն այս հանելա Վայ Մեսրոպյանը ցույց է տալ, ես էլ ձեր համար ցույց տամ, նայեք։ Տեսնում եք այս քարտեզը։ Այս քարտեզը Հայաստանի առաջի հանրապետության ղեկավարությունը ներկայացել ազգերի լիգային։ Իսկ այն մեջինը, որ գունավոր դրած, ասա ժամանակակից Հայաստանն է։ Ուրեմն այս քարտեզի շուրջ ինչ ասես խոսում են, բայց որևէ մեկը չի ասում, այս քարտեզը ոնց հայտնվավ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձեռքին, այո, դա էլ ցույց կտամ հիմա։ Ոնց եղավ, ինչ եղավ։ Սիրելիներս, այս քարտեզը Հայաստանի ազգային պատվիրակությանը տվել է ցարական Ռուսաստանի գեներալնի շտաբը 70,551 քառակուսի կիլոմետր։ Այս ամբողջ պատմությունը։ Իսկ դրա փոխարեն մեր պատմիչները դառնա 214, այս սահմանը չէ։ Այս էլ այս քարտեզը 214,000 պետքա դառնա Հայաստանի ամբողջ տարածքները։ Սրանք բոլորը ամրագրված են ազգերի լիգայի արխիվում։ Այս էլ այդ չարաբաստիկ փաստաթուղթն է, որ մեր քաղաքական գործիչները չեն սիրում ցույց տալ։ Չեն սիրում, հիմա ցույց են տալիս, նայեք։ Սա ազգերի լիգայի վերջի փաստաթուղթն է։ Սրա մեջ սևով սպիտակի վրա գրված է, այս էջի վրա է գրված։ Հայաստանի Հանրապետությունը 214,000 քառակուսի կիլոմետր, ճղվեք, տրաքվեք, ցանկանաք, չցանկանաք, համաձայնվեք, ինչ ուզում եք արեք։ 214,000 քառակուսի կիլոմետր, որից 70,551-ը դա արևելյան կամ ցարական կամ ռուսական Հայաստանը, մնացածը արևմտյան Հայաստանը։ Այս է ճշմարտությունը։ Այս էլ հաջորդը, նայեք։ Սա էլ մեր ամբողջական Հայաստանն է։ Հիմա այս ամեն ինչը, որպեսզի դառնա ժողովրդի համար հասկանալի, ընկալելի, պետք է առաջի հանրապետության իրավահաջորդությունը դուր էլ ցույց տամ։ Մտնի տարածք։ Սևի դաշնագրի։ Այս էլ Սևերի դաշնագրով, այդ սայսպիկո բան, ինչ որ կա, այս տարածքներում են ամբողջ շարված։ Այս էլ ցույց տամ։ Այս էլ այդ սայսպիկո։ Խնդիրը նրանում է, որ մեր ժողովուրդը չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել։ Մտածում եմ, որ ռուսները, Միացյալ Նահանգի իշխանությունները, Թուրքիան հեսա կբերեն, կնվիրեն ու կգա կհասնի մեզ, բայց այտենց չի։ Եթե մենք ուզում ենք, որ այս ընտրություններ են գնում, ես 2011 թվականից որպես Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ կամ հիմնադիր ավելի ճիշտ էլ, այս խնդիրը ներկայացրել եմ, ասել եմ։ Իհարկե մեր ժողովուրդը մի ձև է մտածում, քաղաքական էլիտան մի այլ կերպ, իսկ այդ էլիտայի միջել գործողները անմիջապես խնդիրը դարձնում են կոոպերատիվ շարժում։ Մենք մինչև ձևավորեցինք Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը 4 տարվա ընթացքում 5 հատ կոոպերատիվ ծնվեց։ Արևմտյան Հայաստանի Հանրապետություն թիվ 1, Արևմտյան Հայաստանի Հանրապետություն թիվ 2, չգիտեմ, այնտեղ Մոսկվայում մի հատ խումբ ձևավորվեց, հետո մի հատ խումբ Հայաստան, այդպես կոոպերատիվներ։ Հիմա այդ կոոպերատորները այսօր մեկ-մեկ հայտնվում են Նոյան Տապանում։ Այդ ես որ նայում եմ Նոյան Տապանի հաղորդումները, Մեսրոպյանը գիտի։ Իր այդ միշտ խոսում ենք այդ խնդրի, ամոթը, այդքան կոոպերատիվ մտածողությամբ ամոթը, չեք կարա խնդիր լուծել։ Պետությունը ֆունկցիա ունի, իսկ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը առավել ևս ֆունկցիա ունի։ Պետությունները 3 ձևի են ճանաչելի։ Հայաստանի Հանրապետություն, ճանաչված, չճանաչված Արցախի Հանրապետություն եւ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն։ Ուզում եք բան փոխվի, ընտրություններ ա գալիս։ Ուրեմն դուք պետք է իմանաք Հայաստանի Հանրապետության քաղաքական էլիտան մի բան ունի անելու։ Օրակարգ պետք է փոխի։ Հայաստանի Հանրապետության օրակարգը պետք է փոխվի։ Փոխելու մի մեթոդոլոգիա կա, 2 հատ չի։ Պետք է Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը մտնի քաղաքական օրակարգ։ Այդ տելետոններով չի, ժողովուրդ ջան, իրար խափելով ման եք գալիս։ Այսօր կարծում ասա տելետոն ենք անում, փող ենք հավաքում, բան։
Ազգային ժողովրդական բևեռն է, ժողովրդական թե ժողովրդավարական բևեռը։ Տելետոնեն անում նորից փող են հավաքում։ Այ ամոթը, այտենց չի։ Եթե ուզում եք հարց լուծեք, քարտեզը դնում են, այդ քարտեզի վրա փող են հավաքում։ Ամոթ արա, եկա մարդիկ եք, մեծ մարդիկ եք։ Խնդիրը իրավական դաշտում է։ Խնդիրը 2000-10,000 դոլար հավաքելը ոչ մի հարց չի լուծվի։ Այդ խնդիրը մի քանի միլիոնների հարց է։ Այդ մի քանի միլիոնների հարցը, որ մտնի քաղաքական շրջանառության մեջ, բարձր կողմերը պետքա պայմանավորվեն։ Ամենաբարձր կողմերը։ Արա մարդ այդքան խոտակեր չի լինի, հա, շշմելու բան է։ Ամերիկան, Ռուսաստանը այդ աշխարհն այսօր կիսել է։ Դուք այդքան անհասկացող եք, ես շշմում եմ դրա վրա։ Այսօր մեծ Ռոբյանն եկել է խոսում ենք։ Ամերիկան ու Ռուսաստան իրար հետ արդեն պայմանավորվել են, աշխարհը կիսել է։ Ու հայկական քաղաքական էլիտան անենց մի վիճակի մեջ է, որ իրանք նոր ինչ-որ բան են ուզում անել։ Ոչ մի բան չեք կարող անել։ Հայաստանի Հանրապետությունը այս ինչ-որ կա, պետք է հստակ դիրքորոշվի միայն իրավունքի վրա։ Այդ խոսակցությունները, որ Նիկոլին փոխենք, տանենք, ինչ ուզում եք արեք, իրավունք պետքա գա դաշտ, որ բան փոխվի։ Նիկոլն այսօր ինչ առաջարկում։ Ձեզ բոլորին, Հայաստանում ապրողներին, Հայաստանից դուրս ապրողներին։ Հայաստանը 29743 կիլոմետր ասֆալտապատված, չգիտեմ, բանարված, կուշտ, ճանապարհն աշխատող, նավթ տանենք, նավթ բերենք։ Դրանք ինքը ասում է, բայց դուք առաջարկություն չունեք, դուք ինչ եք առաջարկում, այ քաղաքական էլիտա ջան, եթե կաք այդպեսիները։ Ինչ եք ասում եք, Նիկոլը թող գնա, մենք այդ առևտուրն անենք։ Ինչի Նիկոլը չի հասկանում այդքան, որ դուք առաջարկություն չունեք։ Լավ, հիմա ես խոսքը փոխանցեմ Վայեին, տան Վայեն, համեցի Վայ, այս քեզ։ Նորից բարև ձեզ։ Ուրեմն ճիշտ հարցադրումներ անում պարոն Մկրտչյանը, որ հայ ազգը, կառավարությունը ընդհանրապես պետքա բոլորը համախմբվեն մի գաղափարի շուրջ։ Այդ գաղափարը որն է։ Մեր իրավունքներն է, որ մենք պահանջատեր ենք, եւ այդ պահանջատիրության հարցում մենք ունենք տիտղոսներ, որը տրված է մեզ, ուրեմն մենք դա պետք է ստանանք։ Եթե չենք կարողանում ստանանք, մի կողմ ենք քաշում։ Եթե ուզում ենք ստանալ, ուրեմն պետք է գործել համախմբված, համակարգված։ Ուրեմն մեր կազմակերպությունը, որ ստեղծվել է, վտանգի կառավարություն, հենց դրա համար է ստեղծվել։ Ուրեմն վտանգի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից հետո այն կառույցն է, որը պետքա զբաղվի դրանով, որտեվ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը պետությանն է տրված, քանի որ պետության ղեկավարները, պետության այս 30 տարվա նախագահները դրանով չեն զբաղվում, նրանք չեն զբաղվում, չեն կարողանում կամ իրանց չեն թողնում։ Ուրեմն այդ հարցերը պետք է լուծի վտանգի կառավարությունը։ Վտանգի կառավարությունը այնքան ուժ ունի, այնքան հնարավորություններ ունի, որ կարող է դրանով զբաղվի։ Հիմա եթե բոլոր այդ կազմակերպություններ կլեն, հասարակական կազմակերպություններ թե քաղաքական, կարող են մեզ դիմել եւ մենք միասին աշխատենք, որտեղ սա է մեր ապագան։ Առանց այս Հայաստանի, առանց այդ արևմտյան Հայաստանի մեր գոյատևությունը այս մեր տարածաշրջանում բացառված է։ Ուրեմն մենք պետք է հզորանանք։ Իսկ հզորանալը, այո, տարածքներով եւ այն ռեպարացիաներով, որ 310 միլիարդ հաշվարկված է, որ Թուրքիան մեզ պետք է վերադարձնի։ Ուրեմն մեր առաջընթացը, մեր զարգացումը հենց դրանով պետք է սկսենք, հենց դրանով դրա վրա պետք է հիմնվենք։ Հայ ժողովուրդ, պետք է համախմբել եւ բոլոր աշխատանքները տանել համակարգված։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Այսքանը, շնորհակալություն։ Դեսեք, խնդիրների խումբը ինչի մասին խոսում ենք Մեսրոպյանի հետ, տարիներով այս թեման բարձրացնում ենք։ Ցանկանում եք բան փոխվի։
այդ բանը իրավունքն է, ուրիշ փոխելու մեթոդոլոգիա ու գործիքներ չկա։ Հնարավորություն այսօր ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հայտարարեց. ես Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների վարչապետն եմ, գնացեք դուք թեմա ստեղծեք, աշխատեք։ Հայտարարել է։ Նման մի հայտարարություն այլ է Սերժ Սարգսյանը 2014 թվականին ասեց մենք զբաղվում ենք Արցախի խնդրող, թող ապագա սերունդները զբաղվեն Արևմտյան Հայաստանի խնդրով։ Հիմա այդ հայտարարությունից հետո ընեն զբաղվեցին, որ Արցախը օտարվեց գնաց։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է Արցախի թեման փակել եմ ես։ Նիկոլ Փաշինյանը չի կարող Արցախի թեման փակի, որտեղ ինքը չի բացել։ Ինքը հերթական Հայաստանի Հանրապետության վարչապետն էր, ով ստացել է իշխանություն, որ իր իշխանության ժամանակ ինքը մերժել է Արցախի փաթեթը։ Ինքն է մերժել։ Իր օրակարգում չկա, բայց Արցախի հայությունը այդ օրակարգը ունի։ Նույնը վերաբերում Արևմտյան Հայաստան։ Իսկ այս բոլոր երեքը միասին դա ընդհանուր հայկական փաթեթն է։ Իսկ այդ հայկական փաթեթը ներկայացնող երկու սուբյեկտ կա։ Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ հրաժարվում է իրականացնել իր գործառույթը ՄԱԿ-ի ձևաչափով, այսինքն դիմել ՄԱԿ-ի դատարան ճանաչելու իր իրավահաջորդությունը եւ առաջի հանրապետության սահմանները։ Եվ երկրորդ կողմը դա Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, որ իրավասու է դիմելու նույն դատարանին ճանաչելու։ Բայց այստեղ խնդիր կա, այստեղ արդեն հայությունը պետք է կարողանա ռեսուրս տրամադրել։ Եթե Հայաստանի Հանրապետությունը դիմում է, այդ դիմումից հետո ինքը ռեսուրս ունի որպես պետություն, իսկ մենք ռեսուրս չունենք։ Խոսքը ֆինանսական ռեսուրսին է վերաբերում։ Այդ փաստաբաններին վճարել է պետք է, աշխատանքը հարկավոր անել, դրա համար ռեսուրս է պետք։ Մեզ պետք չի։ Ձեր իրավունքների համար, ոնց որ ժամանակին Նժդեն էր ասում, այդպես ձեռքը պարզած մնաց, նույնն էլ հիմա մենք ենք ասում, բայց այս անգամ մեր ձեռքը կարծում եմ պարզված չի մնա, հետո ֆինանսների խնդիրը կլուծվի։ Վերջին հաշվով, հիմա ավարտեմ մեր այս հանդիպումը, այս խոսակցությունը, հետևյալն է, Հայաստանի Հանրապետության կուսակցությունները, ովքեր ցանկանում են մասնակցելու ընտրությունների պետական, իրենք պետք է օրակարգ առաջարկեն։ Եվ այդ օրակարգի մեջ պետք է տեղ գրաված լինի ոչ թե պայքարում ենք Նիկոլի դեմ, Նիկոլը սենց տենենց գնացող է, դա օրակարգ չի։ Ոչ էլ Թուրքիայի կամ Ադրբեջանի բարեկամությունն է օրակարգ։ Օրակարգը Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունն է, ինչպես որ Ադրբեջանն ունի։ Ադրբեջանը դե յուրե իրենց առաջի հանրապետության իրավահաջորդն է, դե ֆակտո խորհրդային Ադրբեջանի։ Նույնն էլ պետք է Հայաստանի Հանրապետության ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը վերցնի իր վրա պատասխանատվություն, եթե կվերցնի։ Դե յուրե ներկայանալ առաջի հանրապետության իրավահաջորդ ապագայում, եւ դե ֆակտո խորհրդային Հայաստան։ Իսկ ընտրություններում հաղթելուց հետո պետք է փոխվի Հայաստանի քաղաքական օրակարգը, ոչ թե սահմանադրությունը ըստ Նիկոլի, ըստ Քոչարյանի, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, այլ ըստ հայ ժողովրդին տրված իրավունքներով։ Այսքան հարգելիներս, լավ եղեք, կապի մեջ հաջողություն ձեզ։